Գիրք ծննդոց, գլուխ 50 Հովսեփը մխիթարում է իր եղբայրներին։ Հովսեփն ընկավ իր հոր երեսի վրա և լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։ Եվ Հովսեփն իր բժիշկ ծառաներին հրամայեց, որ իր հորը զմռսեն, և բժիշկները զմռսեցին Իսրայելին։ Եվ լրացան նրա 40 օրերը, որովհետև այսպես էին լրանում զմռսվածների օրերը, և եգիպտացիք նրա համար 70 օր սուգ արեցին։ Եվ երբ նրա սգի օրերն անցան, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ ասելով. «Եթե ձեր առջև հիմա շնորհ եմ գտել, խնդրեմ փարավոնի առաջ խոսեցեք և ասացեք. Իմ հայրն ինձ երդվեցրել է ասելով. ահա ես մեռնում եմ, ինձ կթաղես իմ գերեզմանում, որ ես ինձ համար փորել եմ Քանանի երկրում։ Եվ հիմա թող ես գնամ հորս թաղեմ և վերադառնամ»։ Եվ փարավոնն ասաց. «Ելիր և թաղիր քո հորը, ինչպես որ նա քեզ երդվեցրել է»։ Եվ Հովսեփը գնաց իր հորը թաղելու, և նրա հետ գնացին փարավոնի բոլոր ծառաները, նրա տան ավագներն ու Եգիպտոսի երկրի բոլոր ավագները։ Եվ Հովսեփի ամբողջ տունը և նրա եղբայրները և նրա հոր տունը, միայն նրանց երեխաներին և իրենց հոտերն ու իրենց նախիրները թողեցին Գեսեմի երկրում։ Եվ նրա հետ կառքեր ու ձիավորներ ելան, և մի շատ մեծ բանակ կազմվեց, և եկան Ադաթի կալը, որ Հորդանանի մյուս կողմում է, այնտեղ մեծ ու սաստիկ լացով ողբացին, և իր հոր համար 7 օր սուգ արեց։ Եվ այն երկրի բնակիչ քանանացիները, երբ տեսան Ադաթի կալում եղած սուգը, ասացին. «Սա եգիպտացիների մի մեծ սուգ է»։ Դրա համար դրա անունը Աբել-Միսրայիմ դրեցին, որ Հորդանանի մյուս կողմում է։ Եվ նրա որդիներն էլ նրան արեցին այնպես, ինչպես պատվիրել էր։ Եվ նրա որդիները Քանանի երկիրը տարան նրան, և թաղեցին նրան Մաքփելայի արտի այրի մեջ, որ Աբրահամը արտի հետ մեկտեղ որպես գերեզմանի կալվածք ծախու էր առել Քետացի Եփրոնից, Մամրեի դիմաց։ Եվ Հովսեփը վերադարձավ Եգիպտոս իր հորը թաղելուց հետո, ինքը և եղբայրները և բոլոր նրանք, որ իր հետ գնացել էին իր հոր թաղմանը։ Եվ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ ունի մեր դեմ և կհատուցի մեզ այն ամեն չարիքի համար, որ մենք գործեցինք նրա դեմ»։ Եվ Հովսեփի մոտ պատգամավոր ուղարկեցին ասելով. «Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց և ասաց. այսպես ասացեք Հովսեփին. հիմա շնորհ արա քո եղբայրներին, ներիր նրանց մեղքերը, որովհետև քո դեմ չարություն գործեցին։ Եվ հիմա աղաչում ենք, ներիր քո հոր Աստծո ծառաների հանցանքը»։ Եվ Հովսեփը լաց եղավ նրանց խոսքերի համար, որ ասացին։ Եվ նրա եղբայրներն էլ գնացին ու նրա առջև ընկան ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։ Հովսեփն էլ ասաց նրանց. «Մի վախեցեք, միթե ես Աստծո փոխանորդ եմ։ Ու թեև դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց դա լավի վերածել, ինչպես որ եղավ այսօր, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեցներ։ Եվ հիմա մի վախեցեք, ես ձեզ ու ձեր երեխաներին կկերակրեմ»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։ Հովսեփը Եգիպտոսում բնակվեց, ինքը և իր հոր տունը։ Եվ Հովսեփը 110 տարի ապրեց։ Եվ Հովսեփը Եփրեմի երրորդ սերնդի որդիներին տեսավ։ Եվ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ Հովսեփի ծնկների վրա ծնվեցին։ Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ, և Աստված անպայման ձեզ այցելելու է և ձեզ այս երկրից հանելու է, դեպի այն երկիրը, որի համար ինքը երդվել է Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։ Եվ Հովսեփն Իսրայելի որդիներին երդվեցրեց ասելով. «Աստված անպայման ձեզ այցելելու է, և իմ ոսկորներն այստեղից հանեցեք»։ Հովսեփը մեռավ 110 տարեկան, և զմռսեցին նրան, դրին մի դագաղի մեջ Եգիպտոսում։